Բարի լույս և բարի օր բոլոր իմ լավ հետևորդներին, ինձ դիտողներին և դրսում ապրող բոլորին, ովքեր որ դիտում են մեր հոլովակը, և նախապես շնորհակալություն եմ հայտնում միջևերջ հոլովակը դիտելու համար, և նորից ասեմ այն մարդկանց, ովքեր դիտում են, բայց չեն բաժանորդագրվում, հարգելիներս, դժվար չի բաժանորդագրվելը, բաժանորդագրվեք Արմաշի համի, սեղմեք զանգակոճակը, գրեք մեկնաբանությունները, ես էլ կարդամ ուրախանամ, հարգելիներս, և հետո ուրախանամ ձեզանով և նախապես շնորհակալ եմ բոլորիցդ։ Ուրեմն ասեմ, այսօր ուզում եմ անդրադառնամ Herbalife սնունդին, որը ես օգտվում եմ արդեն մի քանի օր։ Այս զրույցը հենց Herbalife-ի մասին է, հարգելիներս, ես այս զրույցը անում եմ նրա համար, ձեզանից ուզում եմ կարծիք, ձեզանից ուզում եմ խորհուրդ Herbalife-ի մասին, կլինեն մարդիկ, որ օգտագործել են, կարող են նաև խորհուրդ տալ ինձ, ասենք, ինչ կարելի է օգտագործել Herbalife-ի հետ միասին, դե ես սա գիտեմ, ինչ սնունդ, ինչ, ուղղակի Herbalife-ին փոխարինող, կամ կան մարդիկ, որ խորհուրդ չեն տալի ընդհանրապես օգտագործենք Herbalife, դա էլ եմ ընդունում, հարգելիներս, դե արդեն քանի օր օգտագործում եմ այս Herbalife-ի սնունդից, Herbalife-ի թեյից, այնտեղ էլի կա խոլեստերին մաքրող, ալոյինից էլի Herbalife-ի ֆիրմային է պատկանում։ Հարգելիներս, ու ասեմ, ես զգում եմ իմ տարբերությունը, իմ քաշի տարբերությունը, այդքան էլ շատ չէ, որ ասեմ, տես 10 կիլոնի արեմ, դա սուտ կլինի, որովհետև ընդամենը մի քանի օր եմ օգտվում ու ամեն օր պետք է կշռվես, կանես կշեռքի վրա, քաշդ կշռես, բայց ես արդեն 5 օր խմում եմ, տարբերությունը զգում եմ, բայց որոշել եմ էլ ես չկանգնեմ կշեռքին, խմեմ, մի 10 օր հետո կանգնեմ, որ ես համոզվեմ, որ ասում եմ հավատա ինքդ քեզ, ես հավատամ ինքս ինձ, որ նիհարել եմ։ Հարգելիներս, դե Herbalife օգտագործողները գիտեն, որ սա թանկ հաճույք է, դե դրա հետ միասին պետք է ունենանք կամքի ուժ, որ կարողանանք նիհարենք։ Դրա հետ միասին ամենակարևորը, որ պետք է հետևեմ իմ սնունդին։ Եթե ես դնեմ ուտեմ ինչ որ պետք է ու օգտագործեմ այս սնունդը, ես հաստատ հարգելիներս չեմ նիհարի։ Դա պարզ երևում է ու այն կարծիքին եմ, որ միգուցե սա չօգտագործեմ, բայց նույն ռեժիմով խմեմ ջուրը, նույն ռեժիմով սնվեմ սնունդս, ոնց որ այս Herbalife-ի հետ միասին օգտվում եմ այն սնունդը, որը մեզ կարելի է, միգուցե ես նիհարեմ, ես համոզված եմ դրանով, առանց Herbalife-ի։ Բայց դե արդեն օգտվում եմ, միշտ եմ ուզեցել օգտվեմ Herbalife-ից, բայց հետ եմ կանգնել, հարգելիներս, արդեն քանի տարի հա ուզեցել եմ օգտվեմ, բայց մի բան ոնց որ ինձի հետապահ է, բայց վերջնական եկել եմ այն որոշման, որ պետք է անպայման խմեմ, որ նիհարեմ։ Ինչ եմ ուզում ասեմ, այս զրույցը նրա համար եմ անում, որ կլինեն լավ մարդիկ, որ կարողանան ինձ խորհուրդ տան Herbalife-ի մասին, ուզում եմ լսեմ շատ բաներ, այսինքն կարծիքներ եմ ուզում իմանամ բոլորից, լավ ու վատ։ Ու այս Herbalife-ը օգտագործելուց ամենակարևորը, հարգելիներս, պետք է, ասեցի, պետք է ունենանք կամքի ուժ, պետք է հետևենք սնունդը, պետք է հետևենք մեր քունը, որ պետք է հանգիստ ռեժիմը պահպանենք, բայց ես քունը իմ համար չի, քնել իմ համար չի, հարգելիներս, ես չեմ կարող քնեմ, հանգիստ քուն իմ համար չի, ես շատ ուշ եմ քնում, քնելուց է կարող ընթացքում զարթնեմ, նորից հեռախոս նայեմ, նորից քնեմ, դե բնական է, եթե սնունդը ուտում վերջացնում ես երեկոյան, դե արդեն ջրերդ խմել ես, վերջացրել ես, պետք է շուտ քնես, որ նորից չսովածանաս, դե որ ինչքան երկար նստում ես, այնքան էլ սովածանում ես, նորից ջրի պահանջ ես զգում։ Այդքան ուզում ես ենք զրուցել ձեզ հետ, իմ լավ հետևորդներ ջան։ Ու ասեմ մի բան էլ, ես դեռ 4 տարի առաջ բլոգ չէի նկարահանում, հարգելիներս, ես հաց չէի ուտում, հացեղեն ընդհանրապես 10 ամիս չէի կերել, 10 ամիս հացեղեն չէի կերել, դե հացեղեն, որ ասում եմ, խմորեղեն կլինի, հացաբուլկեղեն կլինի, ես 10 կիլո նիհարել էի, 10 կիլո։
Հետո սկսեցի քիչ օգտվեմ, լավ այսօր մի կտոր, վաղը 2 կտոր, մյուսօր 3 կտոր, այսպես կերա ու չաղացա։ Դե ես այսպես անկեղծանում եմ ձեզ հետ իմ լավ հետևորդներ ջան, ես չեմ ամաչում, որ ասում եմ ես չաղացել եմ, այստեղ ոչ մի ամոթի բան չկա, ես անկեղծանում եմ ձեզ հետ, ուզում եմ ասեմ, որ այս սնունդը չօգտագործեմ, միգուցե կարողանամ այս ձև պահեմ, ոնց որ հիմա եմ պահում, ես նիհար եմ։ Ու ասեմ հարգելիներս, ընդամենը քանի օր խմում եմ, բայց ես զգում եմ իմ տարբերությունը, չեմ ասում տենց շատ մի 10 կիլո նիհարել եմ, չէ, սուտ կլինի, մի քանի կիլոյի տարբերություն կա, ես դա զգում եմ։ Դե հիմա արդեն օգտվում եմ նոր մի քանի օր, բայց պետք է 2 ամիս օգտվեմ, նույնությամբ ինչ որ առել եմ, ինչ որ ունեմ, 2 ամիս էլ կօգտվեմ, հետո դադար կտամ ու կտեսնեմ այդ ընթացքում իմ քաշը, դե ես կզգամ իմ տարբերությունը, դադար կտամ, հետո նորից 2 ամիս կօգտագործեմ, որ ասեմ այսպես դնեմ ամեն ամիս խմեմ, դա սուտ է, ժողովուրդ ջան, ես չեմ կարող, չգիտեմ կլինեն մարդիկ, որ այդպես ամեն ամիս դնեն Herbalife խմեն, չգիտեմ, չեմ կարող, 2 ամիս կխմեմ, դադար կտամ, դե դեպքում արդեն քաշս իջած կլինի, էլի նույն ձևով պետքա պահեմ, այնպես չի, որ թողեմ 2 ամիս հետո նստեմ նորից լավ ուտեմ, ասես քաղցր ուտեմ, խառնեմ իրար, նորից մի 10 կիլո ավել չաղանամ, նորից խմեմ, չէ, ժողովուրդ ջան։ Հիմա էտա օգտվում եմ Herbalife-ից, դե դուք էլ արդեն իմ հոլովակներում կտեսնեք տարբերությունը իմ նիհարել եմ, չեմ նիհարել, հարգելի հետևորդներ ջան, ու ուզում եմ մեկնաբանությունները գրեք Herbalife-ի մասին, տեսնեմ կան մարդիկ, որ օգտագործել են, ոնց են զգում իրանց, կամ հետո թողնելուց հետո քաշները ավելացել է, թե իջել է, ու խնդրում եմ մեկնաբանություն գրելուց գրեք դրական մեկնաբանություններ, հարգելի հետևորդներ ջան, որովհետև ես անկեղծանում եմ ձեզ հետ լրիվ պարզ ու մաքուր ձևով, որ ես ու ասում եմ, որ ես գիրացել եմ, իրոք ես զգում եմ, որ չաղացել եմ, ու ասեմ ժողովուրդ ջան, դե բոյի հետ պետքա բոյդ ու քաշդ էլ համապատասխանի, այսպես ասած, իմ ոչ բոյն է համապատասխանում, ոչ էլ քաշս, ժողովուրդ ջան։ Այսպես արդեն քանի օր օգտվում ենք, ժողովուրդ ջան, ու պահում եմ սնունդը, սնունդն է ամենակարևորը, ժողովուրդ, սնունդն է կարևորը, որ ուտես շատ ոչ տապակած բաներ այդքան չպետք է ուտես, պետք է թեյդ պահպանես իր չափը, թեյդ շշուտ խմես, աղցանները պետք է ուտես, դե արդեն մենք գիտենք օգտվողները, Herbalife-ից օգտվողները գիտեն ինչ սնունդ են ուտում, ինչ են խմում, դե սուրճի հետ ընդհանրապես քաղցրեղեն չեմ ուտում, օգտվում եմ մենակ բնական քաղցրերից, այսինքն բնական ջրերից, օգտվում եմ մի կտոր խնձոր, մի կտոր սերկևիլ, ամեն միրգ էլ չեմ կարողանում ուտել, հարգելիներս, դե խմորեղենը դուրս է արդեն, չեն կարող ոչ մի խմորեղեն ուտենք, դե ես չեմ օգտվում, չգիտեմ, կարող է լինեն մարդիկ, որ օգտվում են, դե արդեն այնտեղ ինչ ենք ուտում ենք բիոկեֆիր, ուտում ենք այնտեղ յոգուրտներ, տվարող, հարգելիներս, դե արդեն այն գրած է էլի, ինչ տոկոսանոց ենք ուտում, պետք է յուղալի մաս չլինի։ Ուզում եի զրուցել ձեզ հետ, հենց նրա համար, որ դուք գրեիք մեկնաբանություններում ձեր կարծիքները, արժեր օգտագործել կամ շարունակել, հարգելիներս։ Ես անցած իմ նկարավլոգի ժամանակ ինձ գրել էին, որ շատ լավ եմ արել, որ գնել եմ, իրենք էլ են օգտագործել, գոհ են, ինձ խորհրդի կարգով, մարդիկ գրել էին, որ շատ լավ բան է, շնորհակալ եմ, ես իմ շնորհակալությունը գրել եմ մեկնաբանությունում, բայց ունեմ էլի լավ հետևորդ Անահիտ Հայրապետյանը, որ գրել էր, որ չօգտագործեմ, միևնույնն է սուտ է, կարող է եւ գիրանաս, դրան էլ եմ հավատում ժողովուրդ ջան, իրոք դրան էլ եմ հավատում, դե հիմա փորձում եմ, չեմ կարող ասել ոնց կլինի, ինչ կլինի, հիմա օգտվում եմ, բայց կան մարդիկ, իմ շրջապատում կան մարդիկ, ես տեսել եմ, որ իրոք օգտվել են, օգտվելուց հետո լավ նիհարել են, հարգելիներս, իրոք անճանաչելի նիհարել են, բայց կան մարդիկ, որ խմում են, բայց տարբերություն չկա, ես կասեմ, իրանք հլը ավելի են չաղանում,
Դե ասա խի եք առում, եթե պիտի խմեք, անուն եք անում, խմում եք ու մեկ էլ նայում ես, տեսնում ես սիրուն լցվել են։ Էդի արդեն անօգուտ է, ժողովուրդ ջան։ Ոչ թող խմեն, ոչ էլ անուն հանեն, մենք Herbalife ենք օգտագործում։ Դե ես ցանկություն չունեի ընդհանրապես զրուցելու այս թեմայով, հարգելիներս, ինչի համար, որովհետև դե հիմա ես օգտվում եմ ու մտածում եմ, կարող է միգուցե ես էլ չկարողանամ նիհարել, ինչի համար զրուցեմ, բա որ սուտ լինի, բայց չէ, ասի թող ասեմ, որ ես էլ ինձ վրա վստահ լինեմ, ես ինքս ինձ հավատամ, որ պետք է խմեմ ու նիհարեմ, հարգելիներս, իրոք ուզում եմ նիհարեմ, չեմ ասում դառնամ 40 կիլո, 35 կիլո, 50 կիլո, չէ, գոնե արգելի թե որդներ ջան, մի 15-ից 20 կիլո, որ ես կարողանամ նիհարեմ, էդի արդեն հրաշք բան է ինձ համար։ Ուզում եմ այս փոքրիկ զրույցս հենց լինի այս Herbalife-ի մասին ու նորից եմ ասում հարգելիներս, խորհուրդ եմ ուզում ձեզանից, օգնություն եմ ուզում ձեզանից, հենց այս Herbalife-ի մասին, որ տեսնեմ կան մարդիկ, որ օգտագործել են, դե բնական է, մենք որ օգտվում ենք այս Herbalife-ից, մենք ունենք մեր սննդաբանը, մեզի լավ, ասենք ամեն օրվա սնունդը մեզ ուղարկում է, տեղը տեղին, այն որ ասում մենք մեր ամեն ինչը գիտենք, ու հա, եթե այս ձևով գնանք, այս ձև շարունակենք, մենք հաստատ կնիհարենք, բայց սա դնում եմ մի կողմ, հարգելիներս, ուզում եմ կարծիք իմանամ ձեզանից։ Դիտողներ ջան, ձեզանից եմ ուզում իմանալ։ Այս փոքրիկ զրույցս հենց այս Herbalife-ի մասին էր եւ կներեք ինձ մի քիչ երկար խոսելու համար, հարգելիներս։ Եվ շնորհակալություն եմ հայտնում ձեզ հոլովակս դիտելու համար։